Պետրոսյան հակակոռուպցիոն դատարանը նախագահության Ավագենի Քարտուղարության Բաղդասարյանի շարունակում է թիվ ՀԿԴ կոտորակ 0151, կոտորակ 02, կոտորակ 24 քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդդեմ Վահրամ Վահրինակի Բաղդասարյանի եւ մյուսների ապօրինացնող գույքի բռնական պահանջի մասին դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել դատարանին, թե ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, պատասխանողների ներկայացուցիչներ Հարություն Հարությունյանը, Դավիթ Վարդիկյանը, Վահե Սեդրակյանը, դատավարության մյուս մասնակիցները ծանոթված են չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում ներկա են Հանրային հեռուստաընկերության լրագրող Տաթև Խաչատրյանը եւ իրավաբան Կետնետի օպերատոր Տիգրան Ղուկասյանը, վերջինները ցանկանում են կատարել դատական նիստի տեսանկարը անհանում ուղիղ հեռարձակում։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի գործի քննությունը շարունակեն դատավարության մյուս մասնակիցների բացակայություն։ Տիկին Հարությունյան, լսելով կողմերի դիրքորոշումները, հաշվի առնելով որ դատավարության բոլոր մասնակիցները քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում պաշտ ցանցված այսօր դատական նիստի ժամի եւ այլի մասին, դատարանը խոչընդոտ չի տեսնում, որպեսզի գործի քննությունը շարունակենք վերջիններից բացակայությամբ։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարահանվի, այդ թվում նաեւ ուղիղ հեռարձակման։ Արժեք դատարանին քանի որ մենք մեր վստահի համաձայնությունը ստիպված ենք տեսնային հավաքել։ Ձեր մասով պարոն Հարությունյան միայն։ Բոլորի մասով։ Շատ լավ։ Լսելով կողմերի դիրքորոշումները, հաշվի առնելով որ դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը իրականացվում է կողմերի համաձայնության դատարանի թույլտվությամբ, նկատի ունենալով որ կողմերից մեկը համաձայն չէ, դատարանը որոշեց չթույլատրել այսօրվա դատական նիստի տեսանկարահանումը, ձայնագրառումն իրականացվում է ընդհանուր կարգով, կարող են շարունակել ձայնագրառումն իրականացնել։ Եվ շարունակենք նախնական դատական նիստի լուծման ենթակահարցերի քննարկումը, մենք դեռ ունենք միջնորդություն, որը որ չենք քննարկել, չենք ավարտել։ Խոսքը վերաբերում է ապահովամիջոցի մասնակի ձևափոխման վերացման մասին, արդյոք պատրաստ եք, որպեսզի մենք շարունակենք այդ միջնորդության քննարկումը։ Հարգելի դատարան, իրականում ոչ հետևյալ արդարացի կանոնությամբ, քանի որ մենք ստիպված ենք որոշակի հարցումներ կատարել, հիմնավորելու մեր կողմից ներկայացված դիրքորոշումը եւ նշված հարցման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը մեզ փոխանցվել է երևս 3, ոսկե Ֆրանսիայից ստացված նաեւ քաղաքացիներ են։ Մենք հնարավորություն չենք ունեցել կատարում, չնայած որ ապրանքից փոխանցել են թարգմանությամբ, բայց թարգմանիչների նշվածությունը վերցրել։ Ոսկե ես ստիպված եմ դատարանի միջնորդության նշված միջնորդության քննարկումը հետաձգել հնարավորինս ծրագրամկետում հնարավորություն դրել նշված ապացույցները դատարանի ներկայացնել։ Շատ լավ, հաշվի առնելով ըստ էության, որ ձեր միջնորդությունն է եւ ըստ էության եթե դուք խնդիր չեք տեսնում, որ մենք հետաձգենք դրա քննարկումը, դատարանը որևիցե խոչընդոտ կամ խնդիր չի տեսնում, որպեսզի այն իրականացնենք ավելի ուշ ժամկետով, նկատի ունենալով, որ ըստ էության մենք ունենք նաեւ ծավալ, որը որ տրվել է վերաքննիչ դատարանի կողմից եւ այդ ծավալի շրջանակներում ենք իրականացնում միջնորդության քննությունը։ Այդ դեպքում ուրեմն անցնենք բուն մեր գործի քննությանը եւ հայցի առարկայի հիմքի բարձման հետ կապված հարցադրումներ։ Պատրաստ եք։ Այո։ Արժեք դատարանում առաջնահերթ սկսենք ուսումնասիրության հիմք հանդիսացող օպերատիվ տեղեկություններից այսպես կոչված, խնդրում եմ մեր հարգելի դատախազին հայտնի ներկայացուցիչը պարզաբանի արդյոք ազգային անվտանգության ծառայության կողմից ուղարկված գրությունը ինքնին համարվում է հիմք ապօրինի ակումբացիոն գույքի դրամաբանության ներքո ուսումնասիրություն սկսելու համար։ Ինչպես հայտնի օրենսգրքի տեսած հիմքերը, որոնց հարկայության դեպքում իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն եւ հիմքերից մեկը օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացրած մարմնից համապատասխան տեղեկություններ ստանալն է եւ հաշվի առնելով որ նաեւ սում վարույթով տեղեկություններ ստացվել են լինգագրության տեսքով տիպիչ նյութերի բնականաբար ներկայացվել է որոշակի ձևաչափով գրության մեջ շարադրվել են այն տվյալները որոնք համապատասխան մարմնի կողմից ձեռք են բերվել եւ այն տվյալները որոնք կասկած են հարուցում որ մասնակցական ամբողջ կատարումն ապօրինի ակումբացիոն գույք այդ հաստատությունն են ընդվել եւ սկսվել է ուսումնասիրություն։ Շատ լավ։ Ընդունում եք արդյոք որ ապօրինի ակումբացիոն գույքի բռնականացման մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ առաջին մասի 5-րդ կետի համաձայն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքերը ենթադրում է որ որպեսզի իրավասու մարմինը նախաձեռնի սկսի ուսումնասիրություն անհրաժեշտ է որպեսզի տեղեկությունները ձեռք բերված լինեն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Բնականաբար համապատասխան
ազդեցությունները պետք է տրամադրվեն օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացնող մարմնի կողմից, եւ մարմինը իր լիազորությունները իրականացնում է օրենքով սահմանված շրջանակներում եւ իրացնում է այն լիազորությունները, որոնք օրենքով սահմանված են։ Հետևաբար, պնդում եմ բնականաբար եւ նորություններ չմասին, որ օրենսդրական կարգավորումները հանգում են նրան, որ համապատասխան մարմինը իր լիազորությունների սահմաններում իրացնում է դրանք եւ համապատասխան միջոցառումներ իրականացնում, որոնց հիման վրա հավաքագրում է որոշակի տեղեկատվություն եւ թե արկա է հիմունքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին պատկանում է 50 դրամի գերազանցող գույք է, այդ տեղեկատվությունը փոխանցվում իրավասու Կարող եք նշել օպերատիվ հետախուզական մարմինը ինչպիսի օպերատիվ հետախուզական միջոցառումներ է իրականացրել մեկ եւ դրանով կապակցված նաեւ երկրորդ հարցը ստամ օպերատիվ տեղեկությունները վկայակոչով ինչ ապացույցներ են ձեզ ներկայացվել, որը հիմք եք դիտել ուսումնասիրություն սկսելու համար։ Այս առումով պետք է ձեր ուշադրությունը հրավիրել օրենսդրական կարգավորումների վրա այն տեսանկյունից, որ իրավասու մարմինը առհասարակ տեղեկատվություն ստանալիս որևէ օրենսդրական նորմերի համաձայն պարտականություն չունի եւ լիազորություններ չունի ընդունվել տեսակներ չունի, ստուգելու համար թե կոնկրետ որ օպերատիվ հետախուզական միջոցառումներն են իրականացվել մարմնի կողմից եւ ընդ որում, եթե դատել օրենսդրական կարգավորումներից, դատախազությունը ելնում է այն կանխապատկազմից, որ միջոցառումները դրանք իրականացվել են համապատասխան մարմնի լիազորությունների սահմաններում, իրականացվել են այն միջոցառումները, որոնք օրենքով նախատեսված են։ Այլ լիազորությունների դատախազությունը բնականաբար չունի պարտականություններ չունի ստուգելու, թե արդյոք համապատասխան մարմինը ինչ լիազորությունների շրջանակներում եւ ինչ միջոցառումներ է իրականացրել։ Բնականաբար իրավասու մարմինը ելնում է այն կանխապատկազմից, որ դրանք իրավասու համապատասխան մարմինը օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրել կատարել է իր լիազորությունների շրջանակներում։ Հետևաբար, եթե ամփոփեմ պատասխանը, բնականաբար իրավասու մարմինը չի կարող առանձին նշել այն նախնի գործողությունները, որոնք համապատասխան մարմինն իրականացրել է։ Իրավասու մարմինը ունի մեկ գործառույթ, համապատասխան փաստաթուղթ ստանալ, ուսումնասիրել դրանում ներկայացված տեղեկատվությունը եւ գալ եզրահանգման արդյոք այն բավարար է ձևավորելու այդ փուլում կասկած, որ անձին պատկանում է 50 միլիոն դրամով գերազանցում։ Լավ, ես ճիշտ եմ հասկանում, ըստ ձեզ, եթե ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած ֆորմատով ձեզ փաստաթուղթ տրամադրի, որի մեջ նշում անի, որ ՕՀՄ-ով ձեռք են բերվել, դա ամբողջությամբ ձեր համար ընդունելի ու բավարար է, որպեսզի անձի գույքը ուսումնասիրեք այդ փոխկապակցված անձանց։ Տեսեք, այստեղ ֆորմատի առումով, ըստ էության մենք խոսում ենք հիմա բովանդակության եւ ձևի մասին։ Օրենքը նյութական կարգավորում է սահմանել այն, որ համապատասխան մարմինը պիտի փոխանցի համապատասխան տեղեկատվությունը, որը ստացել է XYZ գործողությունների արդյունքում։ Այսինքն, բովանդակությունը այն տեղեկատվությունը, թե ինչպես այն կփոխանցվի, բնականաբար այն պետք է որոշակի արտացոլում ստանա, որովհետև բովանդակությունը պիտի ստանա ձև, եւ տվյալ պարագայում բնականաբար պաշտոնական գրագրության մեջ այդ ձևը պաշտոնական փաստաթուղթ է, որը կազմում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիցում եւ այնտեղ շարադրվում են համապատասխան փաստական հանգամանքները եւ տվյալները, որոնք ձեռք են բերվել լիազորությունների իրացման արդյունքում եւ դրանք ներկայացնում են արդեն դատախազություն։ Հետևաբար պետք է արձանագրենք, որ օրենքը սահմանում է նյութական կարգավորում առայն ինչ բովանդակություն պիտի փոխանցվի իրավասու մարմին, իսկ ձևական կողմը բնականաբար պաշտոնական գրագրություն փաստաթղթեր կազմելու միջոցով է իրացնում։ Լավ, մենք հարցից կարծես չպատասխանեցինք դին հարցին, ես խնդրեցի նաև բարձրաձայնել, թե գրությանը կից ինչպիսի նյութեր են ձեզ ներկայացվել, որպեսզի դուք դա դիտեք բավարար ու նախաձեռնեք սկսել ուսումնասիրություն։ Գրությանը կից մենք հիմա եթե բացենք համապատասխան փաստաթղթերը եւ ուսումնասիրենք, ընդ որում դա նաեւ հայցադիմի կից ներկայացված ցանկում է նշված, թե ինչը ներկայացվել իրավասու մարմնին եւ համապատասխան նյութերի հիման վրա, այստեղ տեսնում ենք, որ իրավասու մարմնի ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից 17-12-2021 թվականին հասցեագրվել է տեղական օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման վերաբերյալ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ստացած տվյալներ ներկայացվել են նաև կից փաստաթղթեր եւ արդյունքում իրավասու մարմինը եկել է այն եզրահանգման, որ արկային հիմքեր ուսումնասիրություն սկսելու համար։ Հետևաբար նաև այստեղ բնականաբար գործի գործը թղթային տարբերակով դատարանին է հանձնված, բայց ակնհայտ է եւ նյութերից այնքանից որ տեսնում եք որոշակի փաստաթուղթ է ուղարկվել, նշվել են գույքերի վերաբերյալ տվյալներ եւ իրավասու մարմինը եկել է եզրահանգման, որ հիմքերն արկա են։ Եթե օրինակ հիմա ես ունենալով հնարավորություն նույն փաստաթղթերի ձեռքբերման ինչ որ ազգային անվտանգության ծառայությունն է ձեռք բերել, որտեղ ի վերջո գրությանը կից ակնհայտ է, որ ձեզ տրամադրվել է ընդհանրապես սեփական վկայականներ ու հայտարարակներ, որոնք բոլորիս համար, առնվազն փաստաբանների համար հասանելի են։ Հիմա
Ես ձեզ տրամադրեմ որևէ անձի գույքի քանակ կամ հայտարարել պաշտոնական կայքի ցանած։ Ձեր մոտ դա կարող է կասկած առաջացնել ուսումնասիրություն սկսելու, թե ոչ։ Տեսեք, այստեղ սուբյեկտային տարբերությունն է շատ կարևոր։ Եվ այդ սուբյեկտային տարբերությունը հենց որ շեշտադրում է նաև օրենքը, որովհետև ցանկացած անձի կողմից փոխանցած տվյալները չեն, որ իրավասու մարմնի համար հիմք կհանդիսանան ուսումնասիրություն սկսելու կամ չսկսելու համար։ Եվ սա նաև օրենսդրական որոշակի կանխատեսելիությունն է, որ սահմանվել է օրենսդրի կողմից, եւ այս առումով նաև սուբյեկտային կազմի։ Եթե ուշադիր լինենք, ապա նաև քրեական հետապնդում հարուցելու որոշման արկայության դեպքում էլ այդտեղ նախատեսված է սուբյեկտային հստակ կազմ, այսինքն ցուցկով դատախազն ուղարկում եւ ոչ ցանկացած սուբյեկտ։ Հետևաբար, եթե այլ ցանկացած անձի կողմից ուղարկվի, բնականաբար օրենքը ունի օրենսդրական արգելք։ Եվ այստեղ պիտի ուշադիր լինենք, որ համապատասխան մարմինն է որպես սուբյեկտ, եւ այլ սուբյեկտներ, ում վերաբերյալ կարող են տվյալներ ուղարկվել, ըստ էության պաշտոնատար անձ։ Այսինքն, այս կարևոր սուբյեկտների կազմը ես կարծում եմ, որ պետք է շեշտադրել օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրած մարմին եւ անձ, ով զբաղեցրել է նախկինում պաշտոն կամ տվյալ պահին զբաղեցնում է պաշտոն եւ ըստ էության օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացրած մարմինը բնականաբար տրամադրում է այն տվյալները, որոնք դեռ չբերել։ Բայց նա այդ ինչ միջոցառումներ է կատարել, ինչ տվյալներ է ստացել, ինչի հիման վրա է եկել եզրահանգման, որ այնուամենայնիվ չնայած որ նա տեսնում ենք դիցնուքներում առկա սեփականության իրավունքի վկայականներ եւ այլն, այդ կասկածը ձևավորելու համար այլ օժանդակ գործողություն բնականաբար մարմինը իրականացնում է այդ լիազորությունները ունի եւ հավաքագրված տվյալը եթե մարմինը ուներ այդ կասկածը ձևավորվում, տրամադրվում է իրավասու մարմին։ Հետևաբար, եթե ամբողջությամբ պատասխանես ոչ, բնականաբար ցանկացած սուբյեկտի կողմից ներկայացած տվյալը չէ, օրենքը հստակ կանխորոշել է այդ սուբյեկտների շրջանակը, սա օպերատիվ հետախուզական միջոցառումների անցած մարմինն է։ Ըստ ձեզ օպերատիվ հետախուզական մարմինը, երբ որ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացնում, արդյոք օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն բացահայտ աղբյուրներից տեղեկություններ հավաքագրելու ու ձեզ տրամադրելը կարող համարվի կամ նույնանա օպերատիվ հետախուզական միջոցառման հետ։ Այստեղ պետք է մտածել բացահայտ տվյալի մասին, որովհետև եթե օրինակ փաստաբանը ունի օրենքով նախատեսված լիազորություն իրավունք ավելի կոնկրետ հնարավորություն դիմելու որոշակի պետական մարմնի ուսանալու տեղեկատվություն, ընդ որում եթե լիազորված է որոշակի անձից եւ իրականացնում է ներկայացնում եւ այլն, ապա ցանկացած ֆիզիկական անձ մեկ այլ անձի վերաբերյալ տվյալներ բնականաբար չի կարող հավաքագրել։ Այսինքն մեկ ֆիզանձը այլ ֆիզանձի վերաբերյալ, եթե չլինի այդ անձի բնականաբար փաստաբանը, եթե համապատասխան օրենքով նախատեսված պայմանները չլինեն, չի կարող պարզապես կամայական հարցում ուղարկել եւ այդ տեղեկատվությունը ստանալ։ Սա ուզում եմ արձանագրել բաց եւ ակնհայտ տվյալների մասով։ Այդ թվում նաև կադաստրային գործում առկա տվյալների վերաբերյալ։ Սա առաջինն է եւ երկրորդը մենք չենք կարող տալ եզրահանգման, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացած մարմինը հիմնվել է բացառապես այլ փաստաթղթերի վրա եւ չենք բացում, որ այլ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կատարվել։ Այսինքն չեք բացառում, որ կարող ձեր բերված լինի այլ տվյալ, որ ուսումնասիրության մաս չի, բայց հիմնադրվել, որ ասում եք այս տվյալներ կարող լինեն։ Ուսումնասիրության հիմքում դրվում են այն տվյալները, որոնք ստացվել են։ Տվյալներ ասելով նկատի ունենք այն ամբողջ հավաքագրված տեղեկատվությունը, որը վերլուծվել է եւ համապատասխան մարմնի մոտ այդ կարծիքը ձևավորվել է, որ ապա ապօրին զարգանում է ցույց։ Այսինքն իրավասու մարմինը փաստական հիմքում չի դնում XYZ օպերատիվ հետախուզական իրականացած միջոցառումը, դրա բովանդակությունը։ Այստեղ օրենքը շեշտադրել է, որ մեզ համար հիմքը այն եզրահանգումն է, որ համապատասխան մարմինը կատարել է։ Այդ եզրահանգումը, որը ըստ էության բովանդակային է, ստանում է ձևական որոշակի տեքստ, համապատասխան փաստաթղթում արտացոլվում է եւ ներկայացնում է դատախազությանը։ Հետևաբար այստեղ էական է, թե արդյոք առհասարակ ուսումնասիրության հիմքերը հաստուգելիս եւ դատախազը գալիս է եզրակացության, սկսում է ուսումնասիրությունը առհասարակ այդ մտքով չէ, պետք է ստուգել մի քանի, այսպես ասած, անհունականային համ։ Արդյոք սուբյեկտը, որ ուղարկել է, իրավասու է թե ոչ, արդյոք այն սուբյեկտը, որի վերաբերյալ ուղարկել է պաշտոնական անձ համարվում է թե ոչ, եւ առհասարակ ինչ տվյալներ են դրված, որ այդ կասկածը ձևավորվում է, որովհետև միջանկյալ հնարավոր է իհարկե մի շարք միջոցառումների իրականացում, որոնք եկել են ըստ էության եզրակացության, որ այդ գույքերը, որոնք նշում եք, ըստ էության ունեն ապօրինի ծագում։ Բայց այն, որ միայն ես չեմ բացառում դեպք, որ միայն այդ ապօրինի գույքերի վերաբերյալ տվյալ ստանալու արդյունքում եւ որոշակի նաեւ գուցե այլ տեղեկատվության տիրապետման արդյունքում համապատասխան մարմինը գա եզրահանգման, որ գույքերն ամուր են ապօրինի ծագում, որովհետեւ դիցուկ անձը պաշտոնատար անձ է եղել եւ զբաղեցրել է այս դեպքում երկար ժամանակ օրենսդիր մարմնում ազգային ժողովի պատգամավորի պաշտոն։
Եվ այդ տվյալները այնպես չի, որ հասանելի են առհասարակ կադաստրային, ռեգիստրային, որտեղ բաց հասանելիության մասին չենք կարող խոսել։ Ֆինանսական շարժի վերաբերյալ տեղեկությունը օպերատիվ հետախուզական մարմիններից ստացել եք, թե ոչ։ Ինչպես հայտնի զեկուցանը նշվել է, որ որոշակի օպերատիվ տվյալներ են ստացվել նաև ֆինանսական շարժի մասին, ընդ որում մի քանի միլիարդը գերազանցող ֆինանսական շարժի մասին է խոսքը։ Հետևաբար այդ մասով բնականաբար այո տվյալ ստացել են։ Իրավաբանում եք ֆինանսական տեղեկություններ ձեռք բերելու մասով դատանի որոշում արկա եղել է, թե ոչ։ Ես թերևս կկրկնեմ այն առումով, որ իրավասու մարմնի կողմից իրականացված միջոցառումների, դրանց ընթացակարգային հարցերի, լիազորությունների իրացման շրջանակի եւ սահմանափակումների մասով դատախազությունը առանձին վերլուծություն բնականաբար չի կատարում եւ ըստ օրենքի ելնում է ներկայացված փաստաթղթի բովանդակությունից։ Լավ, մի բան կտրվենք այդ կանխավարկածից, որ պետական մարմնից ստացած տեղական կլինի, տեղեկություն կլինի, իրանք իրավաչափ են, օբյեկտիվ իրականությունում առնվազն ավերելույթ այդ փուլում գոյություն են։ Եթե օրինակ ստանանք ազգային անվտանգության ծառայության կողմից փաստաթուղթ, որի մեջ ակնհայտորեն կասկածելի հանգամանքներ պատկերված լինեն, արդյոք դուք չունեք որևէ լիազորություն կամ պարտականություն ստուգելու դա որևէ մեխանիզմով։ Դուք նկատում եք դատախազությունը, այլ ոչ թե կոնկրետ ձեր վարչությունը, որտեղ դուք միասնական մարմին եք հանդիսանում։ Պետք է նկատի ունենալ, որ իրավասու մարմինն է, այսինքն դատախազության համապատասխան վարչությունն է իրավասու մարմինը եւ որևէ այլ ստորաբաժանում դատախազության որևէ այլ աշխատակից, որևէ այլ դատախազ այդ ներկայացված փաստաթղթին ծանոթանալու իրավասություն չունի այն ստուգելու եւ վերլուծելու բնականաբար այդ լիազորությունները օժտված չէ։ Այդ լիազորությունները պատկանում են միայն իրավասու մարմնի դատախազին։ Անդրադառնալով այն հարցին, թե օրինակ եթե ակնհայտ կասկածելի, որ ճիշտ եւ այլ տվյալներ, ես կարծում եմ, որ ձեր օրինակը շատ վերացական է, որովհետեւ այդ պարագայում պիտի մենք քննարկենք, թե կոնկրետ ինչ տվյալի մասին է խոսքը, ինչ կասկածի մասին է, ինչ է նշված եղել, որ այն աստիճան պիտի կասկածելի լիներ իրավասու մարմնի համար, որ ուսումնասիրություն նախաձեռնվեր կամ չնախաձեռնվեր։ Բայց պետք է նաև հիշենք, որ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը կայացնելիս բնականաբար իրավասու մարմինը ներկայացած տեղեկատվությունը վերլուծում է եւ այս պարագայում չի եկել եզրահանգման, որ ներկայացված տվյալները ակնհայտ կասկածելի են, անգին են եւ այլն։ Եվ ուզում եմ մի բանի վրա շեշտադրումը կատարել, առհասարակ երբ ուսումնասիրությունը սկսում է դատախազությունը, այդ փուլում դեռևս այն լծակները չկան, որոնք օրենքով հետագայում դատախազը համապատասխան վարչության օժտվում է, որովհետև ուսումնասիրությունը սկսելու որոշման կայացումից հետո է, որ արդեն ըստ օրենքի համապատասխան լիազորությունների իրացման ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում նաև բանկային գաղտնի կազմող տեղեկատվություն է։ Այսինքն այդ փուլում կասկածի շեմը, որում սա նաև դատական պրակտիկայով մի քանի արձաններով արդեն իսկ կարծես թե կանխատեսելի վերլուծություն ունենք, որ այդ փուլում կասկածի շեմը բավականին ցածր է դատախազի համար։ Այսինքն կա ազդակ, կան նախատեսված տվյալներ, եւ եթե դատախազը առերևույթ գալիս է եզրահանգման, որ գույքը, որի մասին նշում է, առերևույթ ունի ապօրինի ծագում, ապա ուսումնասիրություն նախաձեռնելու վերաբերյալ որոշում է կայացվում։ Այսինքն ես չեմ ուզում, որ մենք կտրվենք գործի փաստական հանգամանքներից եւ ոչինչ վերացական վերլուծություններ անենք ակնհայտ, կասկածելի եւ այլն տվյալների վերաբերյալ։ Բնականաբար ստացված տվյալները դատախազը ուսումնասիրում է եւ այս գործով չենք եկել եզրահանգման, որ տրամադրած տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ ուսումնասիրություն նախաձեռնելու համար։ Ըստ ձեզ, առանց որևէ առիթի եւ հիմքի օպերատիվ հետախուզական մարմինը կարող է օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի իմաստով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել որևէ անձի վերաբերյալ։ Եվ երկրորդ հարցը, օրինակ, եթե ինչ-որ քրեական հանցանքի կասկածով իրականացվում է օպերատիվ հետախուզական միջոցառում, արդյոք դրանով ձեռք բերվածը կարա դառնա տեղական կամ գրություն, ապօրինի գույքի բռնագազམ-գործերով վարչությանը ներկայացնելու եւ ուսումնասիրություն նախաձեռնելու համար։ Տեսեք, ձեր հարցը, որպեսզի ես որոշակի գնահատական տամ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացած մարմնի գործունեության վերաբերյալ, արդյոք քրեական գործի շրջանակներում որոշակի տվյալ ձեռք է բերվել եւ հենց այդ տվյալն է, որ փոխանցվել է դատախազությանը, թե ոչ, ընդ որում վերացական հարց է, որովհետեւ այս փուլում մենք նման տվյալ չունենք։ Կամ արդյոք առանց առիթի եւ այլն չեմ կարծում, բայց ես չեմ ուզում փաստական հանգամանքներից կտրվեմ եւ պատասխանեմ մի հարցի, որը ըստ էության վերացական ու տեսական ենթադրությունների մակարդակում է։ Հետևաբար ես թերևս կկրկնվեմ, բայց կնշեմ, որ իրավասու մարմինը ստանալով համապատասխան տվյալները
ելնում է այն կանխավարկածից, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացած մարմինը իր լիազորությունների շրջանակներով եւ սահմաններում պահպանելով օրենքով սահմանված սահմանափակումները դրանք իրացրել է, արդյունքում ձեռք է բերել որոշակի տվյալ, ձևավորվել է կասկած եւ այդ կասկածը փոխանցվել է իրավասու մարմնին։ Եթե փորձենք արդեն իսկ հնչեցված հարցերի տրամաբանությամբ ամփոփել իմ պատկերացումները ձեր հարցադրումների վերաբերյալ, ես արդյոք ճիշտ հասկացա, որ դուք որևէ կերպ չեք վերահսկել օպերատիվ հետախուզական միջոցառումների օրինականությունը, քանի որ օրենսդրությամբ նման իրավասություն չունենք։ Բնականաբար իրավասու մարմինը եւ խոսքը դատախազության համապատասխան վարչության մասին է, նման լիազորության կոչված չէ եւ սահմանադրության բնականաբար օրինականության սկզբունքը ենթադրում է, որ պետական մարմինները իրացնեն այն լիազորությունները, որոնք օրենքով նախատեսված են։ Երկրորդ, արդյոք ճիշտ է պատկերացումս առայն, որ դուք որևէ տեղեկություն օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերի վերաբերյալ չեք պահանջել, քանի որ նման լիազորություն չունեք։ Ոչ միայն քանի որ նման լիազորություն ունենք, այլև քանի որ նման պարտականություն չունենք։ Օրենքը եւս չի սահմանում պարտականություն, որ իրավասու մարմինը ստացած տվյալից, ստացած, այսպես ասած, զեկուցագրից տվյալների հիման վրա լրացուցիչ հարցումներ կատարի եւ բացի դրանց հիմքերը։ Տեղյակ չեք նաև, թե ինչ օպերատիվ միջոցառում է իրականացվել, ճիշտ է։ Իհարկե ոչ։ Քանի որ լիազորություն պարտականություն չունեք, ես հակառակորդումը կատարեի, բնականաբար ես կհնչեցնեի մի գործողության մասին, մի լիազորության իրացման մասին, որ օրենքով նախատեսված չէ։ Շատ լավ, ձեր դիրքորոշումն ըստ էության մեր համար պարզ է, մենք համապատասխանաբար այդ մասով մեր դիրքորոշումը ու միջնորդությամբ հանդես կգանք։ Արմին դատարան, մի քանի հարցադրում փորձենք ուղղել հայցադիմի հետ կապված։ Օրինակ, Տիկին Հարությունյան, ըստ ձեզ, արդյոք մեկ հիմքով նախաձեռնված ուսումնասիրությունը ընթացքում կարա համալրվի զուտ սահմանադրական դատարանի որոշման այն եզրահանգումը վկայակոչելով, որ դուք բոլոր գործերով կարող եք երկու նպատակ հետապնդել։ Վերլուծել է հիմքերից յուրաքանչյուրը եւ նշել է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը եւ կարող է հետապնդել սահմանադրաչափ նպատակ։ Ընդ որում այստեղ նպատակի եւ հիմքի նույնացման մասին խոսք դեռ անգամ չի կարող, որովհետեւ սահմանադրական դատարանը հստակ կանխորոշում է, որ այդ երկու նպատակները կարող են լինել ինչպես առանձին, այնպես էլ միաժամանակ։ Օրենքով մենք բնականաբար ունենք հստակ դարաշրջանված հիմքեր։ Եթե իրավասու մարմինը առհասարակ սկսում ուսումնասիրություն է, եւ հիմքերից մեկը օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացված մարմնի կողմից ստացած տվյալներն են, բնականաբար հիմքերից մեկն էլ, որը առավել հաճախ է հանդիպում սույնվարույթներով, քրեական հետապնդման կառուցման մասին որոշման կայացումն է։ Երբ համապատասխան հոդվածով, որը նախատեսված է օրենքով, այդ հենց կոնկրետ այդ հոդվածով է մենակ առաջադրվում անձին։ Եվ սահմանադրական դատարանը հստակ կանխորոշել է, որ նպատակները դրանք չեն նույնանում հիմքերի հետ։ Եվ ըստ էության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կարող է լինել սահմանադրաչափ, եթե հետապնդում է երկու նպատակներից մեկը կամ երկուսը միաժամանակ։ Դրանցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը նշում է, որ պաշտոնատար անձինք երբևէ եւ որևէ պարագայում, անգամ 90-90-ականներին չեն ունեցել այն կարծիքը եւ այն այսպես կանխական մոտեցումը իրենց գույքի մասով, որ դրանց նկատմամբ պետք է իրապեն օրենքով սահմանված այսպես սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները, որովհետեւ հստակ է, որ պաշտոնատար անձին պետք է պահպանել բարեբախտության կանոնները, պետք է զերծ մնան կոռուպցիոն բնույթի տարատեսակ սխեմաների մեջ ներգրավելուց եւ հետեւաբար եթե կա պաշտոնատար անձ, պաշտոնից հետո ձեռք բերված 50 միլիոն դրամի շնորհիվ գերազանցող ապօրինի ծագում ունեցող հիմքեր, դրանց նկատմամբ բռնագանձում կոռուպցիայի դեմ պայքարի սահմանադրաչափ նպատակն է հետապնդում։ Եվ երկրորդ տարբերակը, եթե արկա է որոշակի քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում եւ մերձավիճող արարքից հետո ձեռք են բերվել ապօրինի ծագում ունեցող հիմքեր, ապա դրանց նկատմամբ էլ կարող է եւ ոչ թե կարող է, այլև պետք է տարածվի բռնագանձումը եւ այդ դեպքում արդեն հանցավորության դեմ պայքարի սահմանադրաչափ նպատակը կա։ Հետևաբար ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ բնականաբար երբ համապատասխան հիմքերից որևէ մեկով փաստաթուղթը ստացվում է
իրավասու մարմինը որևէ հիմքով է կայացնում ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը եւ սկսում է գույքի ուսումնասիրությունը։ Եվ այստեղ շատ կարևոր է արդեն, թե ուսումնասիրության ընթացքում ինչ գույքեր կհայտնաբերվեն, դա առաջինը, ինչպիսին կլինի դրանց շուկայական արժեքը, 50 միլիոն դրամի շնորհիվ գերազանցեն թե ոչ, եւ երրորդը դրանց ձեռքբերման ժամանակագրությունը ինչպիսին կլինի։ Կլինի պաշտոնի ստանձնումից հետո թե առաջ, կլինի հանցանքի մեղսագրվող հանցանքի կատարումից առաջ թե հետո։ Եվ այս առումով բնականաբար, եթե օրինակ սկսվում է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա եւ մեղսագրվող արարքից ու պայմանականորեն տեղի ունեցել 2018 թվականին, բայց անձը 2000 թվականից բարձրաստիճան պաշտոնատար անձ է համարվում, միայն այն հիմքով սահմանափակվել, որ հիմքը եղել է քրեական հետապնդման հարուցման որոշումը, որևէ կերպ չի կարող մեկնաբանվել, որ պաշտոնից ստանձնումից հետո կա ժամանակահատվածում ապօրինի ծագումից ու գույքը կարող է լինել սեփականության իրավունքի հետ սահմանադրական պաշտպանության երաշխիքի ներքո։ Հետևաբար այս առումով ակնհայտ է, որ կարող է ուսումնասիրությունը սկսվել մեկ հիմքով եւ նպատակը լինի թե կոռուպցիայի դեմ պայքարը, թե հանցավորության դեմ պայքարը, որը նորություն չեմ ասում, ըստ էության Սահմանադրական դատարանի որոշումները նույն բանի մասին եւ եզրափակելով ուզում եմ ասել, որ նաեւ տրամաբանական էլ չէ լինի, որ Սահմանադրական դատարանը նշել, որ օրինակ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացած մարմնի կողմից ստացած տեղեկատվության հիման վրա սկսած ուսումնասիրությունով, այսպես խոշորացույցի առարկա լինեին այն գույքերը, որոնք պաշտոնից հետո են ձեռքբերել, իսկ եթե ունենք քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, ապա այդ պարագայում պաշտոնի ընթացքում ձեռքբերած գույքերը չլինեն առհասարակ քննարկման առարկա եւ դիտարկվել օրինական չնայած չեն հիմնավորվում օրինական եկամուտներով եւ բռնագազային առարկա լինի միայն քրեական հետապնդման հարուցումից հետո ձեռքբերած գույքը, մեղսագրվող արարքից հետո ձեռքբերած գույքը։ Հետևաբար ես եզրափակելով ասեմ, որ բնականաբար ուսումնասիրությունը սկսում է մեկ կամ մյուս հիմքով։ Նպատակը հիմքի հետ ըստ էության կապի մեջ չէ ուղիղ, այսինքն հնարավոր չէ, որ լինի մի իրավիճակ, որ սկսվի մի հիմքով, սակայն անձը լինի օրինակ քրեական հետապնդման հարուցման հիմքով, բայց անձը լինի պաշտոնատար անձ ավելի վաղ ժամանակահատվածում եւ այդ հանգամանքը իրավասնողի կողմից անտեսվի։ Եթե այս երկուի նշած պայմանները կան, բնականաբար կա թե կոռուպցիայի դեմ պայքարը եւ թե հանցավորության դեմ պայքարը։ Այս երկու նպատակների մեկտեղում ենք մենք տեսնում եւ հետեւաբար ես իրավաչափ եմ համարում նաեւ եւ օրինակ, բայց թերևս երևի վերացական դատողությունների մեջ հիմա կընկնենք էլի, որովհետեւ հիմքը, որով սկսվել է, սա օպերատիվ հետախուզական միջոցառումներից իրականացած մարմնի կողմից ստացած տվյալն է։ Բայց այլ պարագայում, այլ վարույթներով, բնականաբար, եթե նաև տվյալ լինի, հետո ընթացքում ստացվի տվյալ, որ անձը նաև որոշակի ժամանակահատվածում կատարել է քրեորեն հետապնդելի արարք, հարուցվել է քրեական հետապնդման մասին որոշում, այդ դեպքում լրացում բնականաբար հնարավոր է։ Բայց սա մենք տեսական հիմա դաշտում ենք քննարկում, որովհետև հիմքը մեկն է եղել սկսելու։ Արմեն Տիկին Հարությունյան, հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը թույլատվելու վերաբերյալ միջնորդության 7-րդ էջում դուք նշել եք հետևյալը, դուք չէ, պարոն Հարությունյանը, հիմա դուք արդեն, իրավասու մարմինը գտնում է, որ Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնը, որը Վարան Բաղդասարյանը զբաղեցրել է 93-96 թվականներին, համարժեք է ավականում անդամի պաշտոնին։ Ձեր այս եզրահանգման հիմք որպես այդպիսի կարգոչել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալի կողմից ձեզ հասցեագրված գրությունը։ Այն միակ խնդրեմ, այդ գրության մեջ կարող եք մեզ մարտացույց անել այն հատվածը, որը ձեզ թույլ է տալիս Գերագույն խորհրդի պատգամավորի դիտարկել որպես համարժեքություն ունեցող պաշտոն ազգային ժողովի պատգամավորի հետ մեկ եւ երկրորդ։ Արդյոք հանրային ծառայության մասին օրենքի իմաստով եւ իրավասու մարմնի տեղեկությունների տիրապետման այդ հարցը հնարավոր չէ ինքնուրույն բարձել եւ դրա համար անհրաժեշտ է բոլոր գրեթե առնչություն ունեցող պետական մարմիններին դիմել ու հասկանալ ով ինչ է ասում։ Տեսեք, ծննդաբանության իրավունքի սկզբունքի իրացմամբ բնականաբար իրավասու մարմինը կարող է տարատեսակ հարցումներ ուղղել տարատեսակ մարմիններին, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, դաշնի կառավարման ենթակառուցվածքների նախարարին եւ այլն։ Այսինքն այս մասում բնականաբար իրավասու մարմինը որոշակի կաշկանդվածություն չունի։ Եվ այստեղ մի կարևոր հարց է առաջանում եւ կարծում սա պաշտոնների համարժեքության հարցն է, որը օրենքը հստակ նշել է, թե ինչ է այն իրենից ենթադրում, որովհետեւ համարժեքությունը ենթադրում է կամ նույնական կամ նմանատիպ գործառույթների իրացում։ Հիմա այստեղ պետք է խոսենք մենք նույնական կամ նմանատիպ գործառույթների առկայություն կամ բացակայության մասին։
Ինչպես հայտնի է, խորհրդային Հայաստանում եղել է մի քանի սահմանադրություններ, ըստ էության 3-ն են ընդունված եղել, ավելի վաղ 20-ականների հենց 28 թվականին, 30-ականներին եւ դրանից հետո արդեն 70-ական թվականներին, կամ 70 կամ 75 եթե շոթի չդավաճան։ Եվ հստակ նախատեսված է եղել որոշակի պետական ապարատի կառուցվածքը եւ քաղաքային խորհրդի անդամները, պատգամավորները նշվել են որպես տեղական ինքնակառավարում իրականացնող անձինք, կառավարում իրականացնող պաշտոնատար անձինք։ Եվ այս առումով շատ կարևոր է այդ գործառույթների մասով նկատի ունենալ նաև, որ նորանկախ Հայաստանում երբ ընդունվեց օրենք, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ օրենք նախքան օրենքի ընդունումը անցումային բնույթներ, այսպես է կոչվում օրենքը, եւ այնտեղ հստակ նշվում է, որ մինչեւ նոր օրենսդրական դաշտի ստեղծում, ընդ որում արդեն նորանկախ Հայաստանի Հանրապետության մասն է խոսքը, պետք է նախկինում այդ կողմից նշած քաղաքային խորհրդի անդամները շարունակեին իրականացնել տեղական ինքնակառավարման իրենց պարտականությունները։ Այսինքն այստեղ ակնհայտ է անգամ այդ օրենսդրական ձևակերպումից, որ տեղական ինքնակառավարման գործառույթներ են իրականացրել այդ մարմինները։ Եվ բնականաբար հնարավոր է, որ գործառույթները մի քիչ տարբերություն են, հաշվի առնելով, որ կառավարման ձևի որոշակի տարբերություն է եղել, որոշակի ռեժիմի տարբերություն է եղել, բայց ամեն դեպքում նմանատիպ գործառույթների մասով դա ակնհայտ է։ Եվ ես ցանկանում եմ մի ընդգծում անել, այդ տարածքային կառավարման նախարարությունից որոշակի այսպես կարծիք իրավասու մարմինը հայտնել է, բայց բնականաբար այս կարծիքով կաշկանդված չէ ոչ հայցքորը, ոչ դատարանը եւ ոչ որ այլ սուբյեկտ, որովհետեւ խոսքը իրավական նորմերի վերլուծության մասին է եւ այդ վերլուծությունը մենք պետք է կատարենք իմ համոզմամբ խորհրդային Հայաստանի սահմանադրության համատեքստում, համապատասխան օրենքի համատեքստում եւ նշվել է, որ այդ մարմինները իրականացնում տեղական ինքնակառավարում։ Եվ այս առումով ակնհայտ է, որ մենք խոսքը նույն սուբյեկտի մասին է։ Եթե քաղաքային խորհրդի պատգամավորն է, ապա խոսքը տեղական ինքնակառավարում իրականացնող պաշտոնատար անձի մասին է, ավականու մասին է։ Եթե խոսքը գերագույն խորհրդի պատգամավորի մասին է, սա եւս ակնհայտ է, որովհետեւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խորհրդային սահմանադրությամբ օրենսդիր մարմին եղել է, եւ դա եղել է գերագույն խորհուրդը, եղել է գերագույն խորհրդի պատգամավորն է, այնուհետեւ արդեն այդ մարմինը փոխարինվել է ազգային ժողովի լիազորություններ, ազգային ժողովն է սահմանվել որպես համանդրական մարմին։ Այսքանը ամփոփելով նշեմ, որ գործառույթների նմանատիպ կամ նույնական լինելու վերաբերյալ բնականաբար պետք է վերլուծությունը կատարելիս հիմք ընդունենք համապատասխան օրենսդրական ակտերը, դրանք համադրենք, այդ թվում խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում առկա օրենսդրական ակտերը սահմանադրությունը եւ դրանից հետո այդ թվում անցումային շրջանում ընդունված օրենսդրական ակտերը, իսկ դրանց համադրության արդյունքում ակնհայտ է, որ դա համարժեք է ավականու պաշտպանում։ Նշում եք, որ դիմել եք տարածքային կառավարման նախարարությանը եւ ստացել եք գրություն եւ այդ գրության հիմքով ճիշտ եմ հասկանում եւ այդ գրությունը ձեր համար միակ հիմքը չի, դուք այս ին գործընկերոջ կողմից կարգավորված տեքստի մասում նշել եք, որ դա նաեւ ձեր վերլուծությունն է, որ համադրել են, ճիշտ է։ Տեսեք, բնականաբար վերլուծությունը ստացվել է վերլուծվել է, բայց դա միակ հիմքը չէ, որովհետեւ բնականաբար իրավասու մարմինը պիտի կատարի օրենսդրական նորմերի վերլուծություն, որը կատարել է։ Հետևաբար այս սեփական վերլուծությունը իհարկե միայն այս երեքանքը չէ, որի վրա խարսխված է հիմքի առարկայի փոփոխությունը, այլև վերլուծությունը, որը նախազը իրականացվել է, որովհետև եթե մենք համադրենք այդ իրականացնի բովանդակությունը, դրա արդյունքում ակնհայտ է, որ խոսքը ավականու անդամի մասին է։ Լավ, այդ դեպքում ի՞նչ է պատճառը, որ դուք այսի հիմքի եւ առարկայի փոփոխություն կատարելու միջնորդությամբ նշել եք ի պատասխան մեջբերում եմ, ի պատասխան իրավասու մարմնի գրության, թե տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացվել է գրություն առայն, որ ըստ կազմավորման ձևի եւ գործառույթների համադրելի են Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնի եւ ներկայիս ավականու անդամի պաշտոնները։ Այսինքն դուք հղում եք կատարել կոնկրետ այդ փաստաթղթին։ Իհարկե հղում կատարվել է, որովհետև կատարվել են համապատասխան հարցումներ, ստացվել է տեղեկատվություն, ընդ որում հատկանշական է, որ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից է ստացված տվյալների պատասխանում, ըստ էության ենթ տվյալների համադրության արդյունքում գալիս են եզրահանգման, որ համարժեք կարող է դիտարկվել, բայց դա չի նշանակում, որ միայն այս փաստաթղթի վրայեն խարսվում, որովհետև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի լիազորությունից բնականաբար չի մտնում այս գործերով, այսինքն անգամ sense օրենսդրական կարգավորներից կտրվենք, չկա մի մարմին
ում լիազորությունների ներքո է, կատարել օրենսդրական նորմերի վերլուծություն այն համատեքստում, թե արդյոք խորհրդային, թե արդյոք պաշտոնների համարժեքության մասին է խոսքը։ Բնականաբար կարծիք է հայցվել նախարարությունից, ստացվել է, ընդ որում այն հակասական չէ նաև դատախազության կարծիքի հետ, չնայած որ մի քանի ձևակերպումների, որոնց կարծում եմ, որ պատրաստում է քողում կատարել, եւ ուզում եմ ընդգծել, որ հաստատողը ևս վերլուծություն է որոշակի պարունակում։ Բայց պաշտոնների համարժեքության վերաբերյալ վերլուծություն կատարելիս իրավասու մարմինը ևս բնականաբար այդ իրավական ակտերը ուսումնասիրել է։ Եվ սա ընդ որում իրավական հարց է։ Այսինքն ես ասում որ հնարավոր է նաև այստեղ որոշակի այդպիսի մանրամասն գրված չլիներ, եւ այդ հարցը բնականաբար որպես իրավական հարց պիտի քննարկվի։ Այսինքն կարող է այս գրության մասին, այդ ակտերի մասին մանրամասն թողումը չկատարվել հայցքի ակտերով։ Համարժեքության մասին նշումը կատարված է, դրա վերաբերյալ բնականաբար պիտի վերլուծությունը կատարվի ըստ օրենսդրական ակտերի գործով եւ նախկին գործով։ Նշեցիք, որ համարժեքության մասին նշումը կատարված է, որտեղ է կատարված։ Տեսեք, ես արդեն կապորոշեցի ձեր հարցադրումը։ Տարածքային կառավարման նախարարությունից ստացած պատասխանում կատարել է որոշակի վերլուծություն համարժեքության վերաբերյալ, բայց սա ոչ մի պարագայում բացարձակ փաստաթուղթ չէ եւ դրանում շարադրված վերլուծությունը բնականաբար իրավական նորմերի, իրավական ակտերի համադրության արդյունքում կատարված վերլուծություն է, որը ներկայացվել է դատախազությունի պատասխան հարցման, բայց սա բնականաբար բացարձակ փաստաթուղթ չէ, որը ընկած է ողջ հայցի հիմքի եւ ապակայի փոփոխության մեջ, որովհետեւ ինչպես նշեցիք, դատախազը եւս կատարել է վերլուծություն նշածս իրավական ակտերի, սկսած խորհրդային շրջանից, մինչև անցումային ծույլներ նորակապ Հայաստան եւ եկել է եզրահանգման, որ կա համարժեքություն գործառույթների նմանատիպ լինելու հիմքով։ Լավ, այդ երկու հարց, որն է պատճառը, որ հարցում եք կատարել, այսինքն եթե հարցում պետք է կատարել ու հիմքում չտնենք, որն է դրա պատճառը, եւ երկրորդ հարցը, որն է պատճառը, որ հղում եք կատարել կոնկրետ այս փաստաթղթին, բայց բովանդակությունը փոփոխված ձևով է։ Մեկ հարցը ես համարել եմ, ու անընդհատ խոսքում ասում եք ակնհայտ է, բա որքան ակնհայտ է, ինչ եք դիմել պետական մարմիններին։ Ակնհայտը վերլուծության կատարումից հետո։ Բնականաբար, եթե վերլուծություն չկատարենք եւ առաջին հայացքից ուսումնասիրենք քաղաքային խորհրդի պարունակողի լիազորություններ, ավականու լիազորություններ, բնականաբար այդ հարցադրումը կառաջանա, որովհետեւ մինչև վերլուծությունը ակնհայտ իհարկե չի կարող լինել։ Եվ այդ է նաև պատճառը, որ իրավասու մարմինը տարատեսակ հարցումներ է հացրել համապատասխան մարմիններին։ Եվ այստեղ կկրկնվեն, որ ասեն տնօրինչականության իրավունքի իրացումներ։ Նորմալ է եւ բնական պրակտիկա է, որպեսզի իրավասու մարմինը այդ հարցի վերաբերյալ համապատասխան հարցումներ կատարի, որպեսզի նաև որոշակի օրենսդրական բազայի վերաբերյալ տեղեկացված լինենք, թե ինչ կարծիքներ կան այդ օրենսդրական նորմերի վերաբերյալ, այդ օրենսդրական նորմերի վերլուծության առումով, բայց բնականաբար այդ փաստաթղթերը բացարձակ չեն։ Ինչու է վկայակոչված հայցի հիմքի առարկայի փոփոխության մեջ, բնականաբար, որովհետև հարցումը կատարվել է եւ այնտեղ որոշակի տվյալներ, թե այդքան նաև օրենսդրական ակտերի մասով ասեն, որ այդ նույն օրենսդրական ակտերը, որ ես հնչեցի եւ ըստ էության ուսումնասիրել, այստեղ եւս արտացոլված են։ Հետևաբար ես չեմ տեսնում խոչընդոտ եւ խոչընդոտ իրականում առկա չի եղել այս դրության մասին շփակելու համար, բայց ձևակերպումները բնականաբար այս դրության մեջ կարող է որոշակի ձևակերպումների բուհում կատարել եւ նշել դրանք նույնականորեն արտացոլված չեն հայցի հիմքի առարկայի փոփոխության մեջ, բայց դա պարտադիր չէ։ Սա խորհրդատվական որոշակի ուղղակի դրություն է։ Տեսեք, մեկ դուք նորից եմ պետք էլի հղում կատարելով այս փաստաթղթին նշել եք, որ ըստ կազմավորման ձևի եւ գործառույթների համադրելի են։ Իսկ նախարարության կողմից ներկայացված գրության վերջնամասը կարդամ, հա։ Ուստի անհնար է որոշել պաշտոնների համարժեքությունը, սա կատեգորիկ դարձում է կամացան է կատեգորիկ եզրահանգում է, սակայն կարելի է ըստ կազմավորման ձևի եւ գործառույթների որոշակի, այսինքն կարելի է որոշակի համեմատականներ անցկացնել երկու պաշտոնների միջև։ Ճիշտ է։ Եթե հավատեցիք, ես սկսեմ պատասխանել։ Բնականաբար, եւ ըստ էության այն ինչ հնչեցիք, այն հաստատում է, որ ես քիչ առաջ հնչեցնում էի։ Այն նույնությամբ չի արտացոլվել հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության մեջ, որովհետեւ սա վերլուծությունն է, որը կատարվել է
նախարարության համապատասխան ստորաբաժանմամբ եւ որպես կարծիք ներկայացել է դատախազություն եւ դատախազությունն էլ այն չի ընդունում որպես կատեգորիկ ճշմարտություն բնականաբար, որովհետեւ նման կարգավորում էլ որևէ տեղում չի գտնում եւ կանոնայտ է, որ հիմա խոսքը վերլուծության մասին է, իրավական նորմերի վերլուծության մասին է եւ այն կատեգորիկ եւ բացարձակ չի կարող լինել ոչ վայսկոնի եւ ոչ դատարանի համար։ Բնականաբար եւ սա է նաեւ պատճառը, որ 7-րդ էջում դուք տեսնում եք արդեն այնպիսի եզրահանգում, որը ուղղակիորեն չի բխում գրությունից։ Եվ սա ըստ էության այն պատասխանն է, որ ես հիմա հնչեցնում եմ պարտադիր չի եւ բնականաբար դատախազություն չի հիմնվել սոս այս փաստաթղթի վրա կատարվել է վերլուծություն դիտելի եզրահանգման համար։ Այդ նշում եք, որ սա կատեգորիկ չէ, հիմա խնդրեմ կասեք, օրինակ շրջանային խորհրդի գործադիր մարմնի պատգամավորների գործառույթները ինչ օրենսդրական ակտով են սա։ Դրանք սահմանվել են Հայաստանի Սոցիալիստական խորհրդային հանրապետության 1970-ականների 70 կամ 75 թվականին ընդունված սահմանադրությամբ, բացի այդ, դրանք սահմանվել են 1990-ականներին, վաղ 90-ականներին, 92, եթե չեմ սխալվում, այստեղ նաև ամսաթիվը նշված է օրենսդրական ակտի, որտեղ նշվել է, որ տեղական ինքնակառավարում է իրականացնում նշված մարմինները։ Խոսքը տեղական ինքնակառավարման մասին է։ Եվ հստակ ընդգծվել է, որ նախքան տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումը եւ համապատասխան մարմինի ձևավորումը, իսկ բոլորից հայտնի է միշտ եղել է համայնքի ղեկավար եւ ավականի այդ մարմինները իրականացնում տեղական ինքնակառավարում, շարունակում են իրականացնել։ Այդ հարցեր չունի։ Անգլիական եւ շարունակում ենք կարելի։ Հարգելի Տիկին Հարությունյան, այն խնդրում եմ ինձ ասել։ Չնայած կարծեք իմ հարցը մասնակիորեն է համընկնում, բայց միայն ես հնչեցնեմ, կա որևէ կամ եղել է արդյոք որևէ նորմատիվ իրավական ակտ, կամ կա արդյոք այսօր նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է ազգային ժողովի պատգամավորի գործառույթները։ Սահմանադրության մեջ բնականաբար նախատեսված է, որ պատգամավորը իրականացնում է օրենսդիր գործառույթ։ Սահմանադրությամբ է նախատեսված։ ՀԽՍՀ սահմանադրությամբ նախատեսված է։ Գերագույն խորհրդի կարգավիճակի մասով բնականաբար կան կարգավորումներ այո։ Վստահ Այո։ Պնդում եք։ Այո, եւ մի բան է, գործի փաստական հանգամանքների կտրվածության տեսանկյունից։ Ես նշեմ, որ ըստ էության մենք 94 թվականի քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնի մասին հիմա քննարկում ենք։ Բայց Գերագույն խորհրդի պատգամավորի մասով էլ ենթադրելով հասկացած էր հարձակումը, որովհետեւ 95 թվականին էր շինս եղել։ Այո, բնականաբար օրենսդիր մարմիններ եղել։ Գերագույն խորհրդի եւ Գերագույն խորհուրդը լինելով այն ժամանակ սահմանադրի մարմին չէր կարող չունենալ կարգավիճակ եւ չէր կարող չունենալ որոշակի լիազորություններ։ Եվ դա եղել է օրենսդիր լիազորություն։ Այս վերջի դիրքորոշումը ձեր ենթադրում եք զուտ իրավական տեսանկյունից իրավական շղթան ապահովելու համար, թե հստակ գիտեք, որ եղել է դա։ Ես պնդում եմ, որ Գերագույն խորհուրդը իրականացրել է օրենսդիր լիազորություն, բնականաբար։ Քաղաքային խորհրդի մասին եք խոսում։ Ես լսեցի Գերագույն խորհրդի պատգամավոր, պարոն Հասարյանը, դե սկզբում հարցեցի Գերագույն խորհրդի պատգամավորի Դա գնում է ընդհանուրից մասնավորին։ Հիմա Իսկ քաղաքային խորհրդի մասով, ոչ թե օրենսդիր, բնականաբար տեղական ինքնակառավարում։ Եվ այդ կարգավիճակը, ինչպես արդեն նշեցի, նախատեսված է եղել խորհրդային սահմանադրությամբ, համապատասխան իրավական ակտ ունենք, որտեղ նշվում է, որ իրենք շարունակում են կատարել տեղական ինքնակառավարում, շարունակում են կատարել տեղական ինքնակառավարում։ Լավ, իսկ նախ բանը հիմքը ձևավորման ՀԽՍՀ-ով ո՞րն է եղել։ Տվյալ դեպքում գիտենք, չէ՞ որ սահմանադրությունը ընդունվել է հանրաքվեի միջոցով, այդ կարող բարձրաբանեք նախորդով այսպես ասած շահկերտավոր ավականու անդամով ոնց է դարձել ավականու անդամ, որտեղ մենք համարժեքության խնդիր ենք քննարկում, պետք է գործառութային համարժեքություն գնահատենք, ոնց է ձևավորվել նախկին այդ սահմանադրական մարմինը, եթե դա եղել է սահմանադրական մարմին։ Տեսեք, դուք խոսում եք ընտրության գործընթացի մասին։ Ընտրության գործընթացի, որը բնականաբար Ընտրության չէ, հենելեք։ Սահմանադրության ընդունման ՀԽՍՀ, որով ամրագրվել է ըստ ձեզ տարածային։ Ինչպես է սահմանադրությունը ընդունվում։ Այո։ Սա կարծում եմ, որ ուղղակիորեն կապ չի կարող ունենալ լիազորությունների համարժեքության գնահատման հետ։ Ասեմ ինչու։ Որովհետև բնականաբար խորհրդային հանրապետությունում եղել է այլ կառավարման ձև եւ եղել է այլ կառավարման ռեժիմ։
Սա ինչի ենթադրում։ Բնականաբար չէր կարող սահմանադրական մարմինների ձևավորման սահմանադրական ընթացակարգը նույնականին է ներկայումս ակա ընթացակարգի հետ սահմանադրական։ Բնականաբար որ տարբեր է եւ անգամ թե ինչ ընթացակարգով է կարող են հենց հիմա դոկտրինալ եւ ակա հին կարգավորումներ ուսումնասիրելով դա շատ հեշտ է։ Պատմել թե ինչ ընթացակարգով է ընդունվել սահմանադրությունը։ Եվ այստեղ ես կարծիք թե հասկանում եմ ինչու է այդ հարցադրումը ուղղվում դատախազությանը։ Ուղղվում է առհասարակ կառավարման ձևի տարբերությունը շեշտադրելու համար կարծում եմ։ Եվ այն որ որոշակի սահմանադրական կարգի տարբերություն է եղել, բայց սահմանադրական կարգի տարբերության առկայությունը բնականաբար եղել է, ենթադրելի է եւ չի կարող այլ կերպ լինել, որովհետեւ եղել է այլ կառավարման ձև եւ այլ կառավարման ռեժիմ։ Բայց մարմինների գործառույթի նմանատիպության վերաբերյալ Լավ, համարժեքության գնահատման համար թիվ 1 գործոնը ըստ որն է։ Գործառույթների բովանդակությունը։ Հիմա գործառույթների բովանդակությունը ըստ ձեզ կարգավորվել է նախկինում ՀԽՍՀ սահմանադրությամբ, հիմա ՀՀ սահմանադրությամբ, ճիշտ է։ Ես չասացի, որ ուղիղ կարգավորվել է։ Ես ասացի, որ տեղական ինքնակառավարման գործառույթը վերապահվել է, բայց բովանդակությունը բնականաբար լիազորությունը XYZ բնականաբար ուղղակիորեն նշել է սահմանադրության մեջ նշված։ Իսկ այսօրվա սահմանադրությամբ մենք ունենք դա նշած։ Մենք ունենք նշած, որ տեղական ինքնակառավարումը իրականացնում է համայնքի հավաքանին եւ համայնքի ղեկավարը։ Բնականաբար ունենք համապատասխան սահմանադրական նաև օրենքներ, ունենք տեղական ինքնակառավարման մասին օրենքը, որոշակի ընթացակարգ այդ օրենքի ընդունման համար, որտեղ հստակ նախատեսված է եւ տարանջատված են լիազորությունները։ Բայց այստեղ մի կարևոր բան է, չպիտի դիտարկենք այդ ֆորմալ տարբերությունը, որ ելի եմ կրկնում, բնականաբար կարող է արտահայտվել։ Եթե նախկինում ակտերը այսպես ավելի կտրտված են եւ տարբեր իրավական ակտերի մեջ էին նշված, հիմա օրենսդրությունը այն ճանապարհով է գնում, որ հնարավորինս մեկ համակարգային իրավական ակտով է սահմանվում։ Խորհրդային Հայաստանում շատ են եղել դեպքերը, երբ եղել է մեկ նյութենական տիպային օրենսգիր կամ մեկ նյութենական տիպային օրենք, ու դրա հիման վրա արդեն նյութենական հանրապետությունները ձևավորել են հայաստան մարմիններ։ Հետևաբար ձևական տեսանկյունից բնականաբար չի կարող լինել հիմնական, պիտի բովանդակային։ Մենք ունենք որևէ նորմատիվ իրավական ակտ, որը կսահմանի, որ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը անկախության հռչակագրի հիման վրա վերածվեց ՀՀ Գերագույն խորհրդի եւ դա իր հերթին ազգային ժողովի իրավանախորդ մարմին է։ Տեսեք, կրկին իրավանախորդ եւ իրավահաջորդ մարմինների մասում բնականաբար չի կարող գտնել ակտ, որտեղ ուղիղ կնշվի, թե նորական հանրապետություն եղել է իրավահաջորդը խորհրդային հանրապետության, բնականաբար չի գտնի իրավական ակտ, որտեղ այդ սևը սպիտակի վրա պարզ գրված կլինի։ Եվ բնականաբար այստեղ է, որ իրավանորմի մեկնաբանության գործիքը պիտի գա եւ իրավունքի լինի։ Բնականաբար, որովհետեւ ուղիղ կարգավորումներ հաշվի առնելով նաեւ խորհրդային հանրապետության անցած ճանապարհը, անցումային ժամանակաշրջանը, դա տրամաբանական է եւ ամենևին չի հակասում այն փաստարկներին, որ դատախազում ներկայացրել է հայցելին։ Որ նշեցիք չեք գտնի որևէ ակտ, դա միայն Գերագույն խորհրդին է վերաբերում, թե նաեւ այն ժամանակվա իրավանախորդ այսօրվա շատ մարմինների իրավանախորդ մարմինների։ Դուք նկատի ունեք, որ գրված մի որ կոնկրետ X մարմինը Y-ի իրավահաջորդ կամ իրավանախորդն է, ու ձևակերպում բնականաբար չի գտնի, բայց կգտնեք ձևակերպումներ, որ նորական Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է, խորհրդային սոցիալիստական հանրապետություն։ Օրինակ մեր այսօրվա դատանը Գերագույն դատանի իրավահաջորդն է, նման ձևակերպումներ չեն կարող գտնել։ Այդ տեսեք Գերագույն դատանի մասով։ Հայտնի է, որ խորհրդային սոցիալիստական հանրապետությունը կլասիկ երաշխիքան համակարգը չի եղել։ Եղել են առաջին ատյանի դատարաններ, ընդ որում տարբեր դատարաններ մասնագիտացված, որոնք հիմա չկան, որովհետև այլ է եղել կառուցվածքը դատական իշխանության, եւ Գերագույն դատարանի դեպքում ըստ էության մենք գործ ունենք երկրորդ ատյանի հետ։ Հիմա դատական համակարգը հեռաստիճան է, այսինքն մենք առաջին, երկրորդ, երրորդ ատյան վերածում ինչ չհավեք։ Ձեր վերած օրինակը այնքան էլ համադրելի չէ, որովհետև Գերագույն դատարանի մասին է խոսքը, երկրորդ ատյանը, որը եղել է ըստ էության բացարձակ, չափեք դատարան մենք չենք ունեցել։ Հետևաբար այստեղ դատավորի կարգավիճակի, բայց տեսեք փաստական հանգամանքների երեքները կտրվեն, բայց մի բան է կարևոր, որ ձեր վերած օրինակում թեկուզ եւ դատավորի կարգավիճակի մասին խոսենք։ Այսինքն դատավորը հայտարարում պաշտոնատար անձերի տարածքում ներկայումս եւ բնականաբար իր գործառույթների համարժեքության տեսանկյունից Գերագույն խորհրդի դատավորներ է դատավոր, իհարկե բնականաբար լիազորությունների շրջանում փոքր տարբեր է եղել, այնտեղ վերակնության կարգը եղել է, որում եղել է վերջին ատյանը, դրանից
Եթե հանրատենք գործող երաժշտական համակարգի հետ, արդեն վերակնիչ եւ վճռաբեր դատան, բայց բնականաբար դատավորների կարգավիճակի մասին է դուք Պարոն Հարություն, պետք է ընդհատեմ։ Այս խումբ հարցերը եւի ավարտենք, որովհետեւ հարցերը կրկնում են, պատասխաններն են եւս։ Չէ, հարյուր դատան։ Հաջորդ խումբին անցնել։ Ըստ էության, համեմատականներ, որը որ այս գործին չի առնչվում, խնդրում եմ զերծ մնալ։ Չէ, հարյուր դատան, առնչվում այնքանով, որքանով դատարանների մասով հստակ նախատեսվել է, որ իրավա հաջորդն է, իսկ այն մասով չի նախատեսվել, ինչը մեզ իրավական հիմք է տալի պնդելու, որ համարժեքություն չկա, որտեղ իրավա հաջորդ չի։ Շատ լավ, պարոն Հարություն, ձեր առարկությունը դուք դա կհնչեցնեք։ Հիմա մենք հայցի առարկայի հիմքի պարզման շրջանակներում ենք գտնվում։ Բայց ամենակարևոր հարցն է, հիմա մենք փորձում հասկանալ, որտեղ այդ մասով միջնորդությամբ կարող է հանդեսվել կարողացվածի անցնելու որոշակի տարեթվերի մասով, իսկ մենք հակված ենք նրան, որ առաջնահերթ ակնհայտ բաները մաքրեն գործից ավալը քչանան, որ գնանք առաջ։ Տվեք ձեր հարցը, եթե վերաբերում չի, դատարանը կհանի։ Խնդիր չկա, համարժեքության խնդիր հարցադրում քննարկելիս, արդյոք գործառույթ ու լիազորություն հասկացությունները ձեր համար նույնանում են։ Տեսեք, դեպի մենք պիտի գնանք տեսական որոշակի դոկտրինար մեկնաբանություններ, թե լիազորությունից ինչ է ենթադրում, որովհետև յուրաքանչյուր մարմին ունի որոշակի գործառույթներ եւ այդ գործառույթների իրացման համար ունի որոշակի լիազորությունների շրջանակ։ Այսինքն կա գործառույթ, որ պիտի կատարվի XYZ համակարգում, օրինակ դիցուկ կառավարում, բայց կրկին տեսական դաշտանցանք կարծում եմ, եւ դրա հիման վրա լիազորություններով է օժտվում համապատասխան մարմինը իր գործառույթները պատշաճ իրացնելու համար։ Հետևաբար որոշակի դոկտրինալ առումով լրիվ նույնացման մասին չենք կարող խոսել իհարկե։ Տիրապետում ենք գերագույն խորհրդի ժամանակ առնչվել եք այդ փաստաթղթին, որ մարմիններն էին, որ կարող էին հանդեսնել օրենսդրական նախաձեռնության առաջարկով։ Տեսեք հիմա կրկին խորհրդային միության սահմանադրության միջից որոշակի հարցադրումներ է կատարում, որոնք բնականաբար սուբյեկտային կազմը ես մանիք չեմ հիշի եւ վերլուծության դեպքում խորհրդային միության սահմանադրության տեսման պարագայում իհարկե հնարավոր է դա ապահովել եւ հնչեցնել։ Բայց թե արդյոք որքանով է դա գործի փաստական հանգամանքների հետ առնչվում, ինձ մոտ իրականում հարց է առաջանում մարմինի դեպքում։ Եվ կարծում եմ, որ արդեն դոկտրինար ու տեսական մակարդակի որոշակի քննարկման է եղած։ Պարոն Հարություն, եթե ձեզ արդեն բարձ է հայցվորի դիրքորոշումը, դա արդեն հետագան կօգտագործեք ձեր առարկությունը։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեզ համար բարձ է հայցվորի դիրքորոշումը, եւ ըստ էության դուք ավելի շատ տանում եք նրան, թե ձեր առարկությունները որողությամբ եք դրվում։ Հայցվորի դիրքորոշումը հնչեցվի արձանագրվի, որովհետեւ ես դրան հաղորդում տալով կարողանամ համապատասխան միջնորդությամբ հանդեսանալ։ Իդեպ նկատեցի, որ հարցերը սպառվեց արդեն։ Այդ մասով է։ Մի հարցերի վերաբերյալ քիչ առաջ Վարդենիկին Հարությունյանը հնչեցրեց, որ տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման մասին անցնում են դրույթներով, ճիշտ է։ Ասում են դրույթ հենց այդպես օրենքի կոչվել։ Շատ լավ, տեսեք, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների կոնկրետ, այսինքն համայնքների, համայնքի ավարտությունների, այլ խոսքը վերաբերում է շարունակում են գործել մինչև համապատասխան մարզպետների նշանակում, այսինքն գործադիր մարմինների ըստ էության եւ մարզպետարանների կազմում։ Արդյոք մարզպետը, այսինքն համայնքի ավարտանին կամ մարզպետարանը նույնացնում է թե ոչ։ Համայնքի ավարտանի մարզպետը բնականաբար չեն նույնացնում եւ չեն կարող նույնանալ, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմնի մասին է եւ դա իրացվում է միայն երկու մարմնի կողմից համայնքի ղեկավար եւ տեղակալ, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ապա ես կարծում եմ, որ ամբողջական չի եղել համապատասխան նորմը, որովհետեւ նշվում է, որ մինչեւ տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումը եւ տեղական ինքնակառավարման նոր մարմինների կազմավորումը, պատգամավորների գյուղական ու քաղաքային խորհուրդները եւ նրանց գործադիր մարմինները շարունակում են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները։ Սա օրենքի հենց առաջին հոդվածի մեջ է նշվում եւ ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մինչեւ տեղական ինքնակառավարման օրենքի ընդունումը եւ տեղական ինքնակառավարման նոր մարմինների կազմավորումը։ Իսկ տեղական ինքնակառավարման նոր մարմինները ակնհայտ է համայնքի ավականի եւ համայնքի ղեկավարը։ Այդ դեպքում դրամաբանությունը որն է, որ դրանից հետո շարունակվում է մինչև համապատասխան մարզպետների նշանակումը եւ մարզպետարանների կարգավորումը։ Տեսեք, տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության ընդունման անհրաժեշտությունը հենց այս օրենքով ակնհայտ
ուրվագիծում է եւ նշում է, որ այդ մարմինները շարունակում են տեղական ինքնակառավարման համապատասխան գործառույթների իրականացումը։ Ինչու են շարունակում, որովհետեւ իրականում իսկ բանը իրականացրել են։ Ավարտեցին այս խումբ հարցերը։ Մինչև հաջորդ խումբ հարցերին անցնելը դատարանը առաջարկում է ընդմիջում, եթե կողմերը դեմ չեն։ Չէ, կողմ են։ Ընդմիջում 15 րոպե։ Ընդմիջման բայց շարունակում ենք ԹՔԿԴ կոտորակ 0151 կոտորակ 02 կոտորակ 22 քաղաքացիական գործի քննությունը։ Հարցեր։ Արգելի դատարան, ճիշտ ասած, միջև ինձ սկսել է այսօր ներկայացուցիչը քննարկեցինք, մեր հիմնական հարցերը ֆինանսական բնույթ են կրում, որը մեր հարգելի ներկայացուցիչը կարծում եմ այսքանին չի կարող պատասխանել, բայց եթե գտնում եք անհրաժեշտ փորձեմ հնչեցնել։ Հնչեցեք հասկանանք բնույթ հարցեր, նաև որպեսզի այսօր համար կանխատեսելի լինի։ Հա, մենք պայմանավորվեցինք, որ իրենք ուղարկենք։ Հարգելի դատարան, տեսեք, ուրեմն Excel ֆայլի ուսումնասիրությունը, որ նայում ենք, ինքը sense ընդհանուր բաներ ունի հայցի մեջ, որը Excel ֆայլի հետ չեն կարողանում համադրել։ Օրինակ, Վահրամ Բաղդասարյանի եւ նրա կնոջ աշխատավարձը 15 թվականին կազմել է 10.102.004 դրամ։ Հիմա որքանն է Վահրամ Բաղդասարյանին, որքանը կնոջը ու ինչն է հիմքերը, որ հասկանանք ինչ որ վրիպումներ, տեխնիկականություններ, թե չէ մեր ֆինանսիստները դրությամբ են աշխատում, առաջիկայում մանրամասն դիրքորոշում կներկայացնենք որոշակի տեղ գտած վրիպակների, որոնք բավականին լուրջ ազդեցություն են ունենում։ Օրինակ նույնն 2011 թվականին Վահրամ Բաղդասարյանի եւ նրա կնոջ աշխատավարձը կազմել է այսքան։ Հիմա ուզում ենք հասկանալ ումը որքան է ու որի հիմքում ինչ է հաշվարկվել։ Ես դուք փորձեմ նայել Այսի օրինակ է, երկու հատ ասեցի, դրանց տվերով պետք է գնանք։ Ես այստեղ օրինակ Excel ֆայլի մեջ տեսնում եմ, որ Վահրամ Բաղդասարյանի աշխատավարձը 2015 թվականին ամփոփ ֆայլի մեջ նշված է 8 միլիոն 442, կամ եթե տարվա մեջ 2015-ը դիտենք։ Եվ Տիկին Տեր-Մովսիսյանի աշխատավարձը արդեն 1.239.582 դրամ։ Մի վարկյան կներեք, մի հատ ես փորձեմ աննախանեմակել, հետո ասում։ Արգելի դատարան կարամ մի բան մոտիկ արամ, մի հատ ֆայլը տեսնեմ ոնց են արամել, որ բացում է։ Մոտեցեք։ Այդ ֆայլի մեջ պիտի ուղղակի B սյունյակը ցույց Ինչ սյունյակ։ B սյունյակը։ Տեսեք 15-ի Վահրամ Բաղդասարյան անունը նշված սուբյեկտ աշխատավարձի չափը, Տեր-Մովսիսյան աշխատավարձի չափը։ Այստեղ կարող ենք ունենալ գործառույթներ դար։ Կրկին վերջում ենք 15-ի, որպես անհամացնում Տեսեք, այստեղ հաշվի համարումով տեսնում ենք նաև որգումները, որոնք կոմպոնեն հաշվածներ, տեսում տարվականացու ամբողջ ներկայացվարը, բայց այստեղ մի շարք դեպքերում դա բանկային փոխանցումով է ստացվել։ Այստեղ կարող ենք իրականացնի աղբյուրը տեսնել։ Այստեղ եթե նկարագրություն չկա, նշանակում է մոռացա սոցի, աշխարհի սոցիալական ակցիոներական դեպքից է ստացվում, բայց այն դեպքում երբ որ միանացում արդեն բանկային փոխանցում, դա մեր դեպքում բախտալ է։ Հա, այսպես է, հավաքական մի բան է, դա արդեն համապատասխան քաղաք է, որից ստացվում է դարձած։ Մեր տաշին, այս դիսկս կարողն է։ Հա։ Այսինքն այստեղ ամբողջ տեսնենք ամբողջ դեպքերը, որ մենք գումարն ապրում ենք, տեսնում գործարկում մեջ նույնը ֆիլտրում ենք 15 թվական, այնտեղից ֆիլտրում ենք կատեգորիա, ու բոլոր գործարկի դեպքում նույնիսկ Հասկացա։
Քանի որ պարոն Հարությունյան ձեր կողմից այս հարցը հնչեցվեց, նաև ես հարկ եմ համարում ձեզ հայտնել, որ դատարանի համար անհրաժեշտ է լինելու ձեր դիրքորոշումը հաշվարկների եղանակի հետ կապված, հաշվարկներում ներառված բոլոր ելեկետային տվյալների հետ կապված, համաձայն եք, համաձայն չեք ու համաձայն չլինելը չի ընդունվելու, պետք է ասեք համաձայն չեք, այլ գտնում եք, որ պետք է օրինակի համար եկամուտը կամ ծախսը այսքան հաշվարկվել, խոսքը վերաբերում է եւ եկամուտն եւ ծախսերին, դրա համար այդ մասով խնդրում եմ ուշադիր լինել, հակառակ բaragam, եթե դրանք ձեր կողմից չեն նշվելու, որպես առարկություն եւ նաեւ որպես առաջարկ, դա հիմքան ընդունվելու հայցվորի կողմից ներկայացված ամբողջ հաշվարկը ծախսերի մասով ամեն դեպքում հաշվարկը հիմնական շեշտադրվում է եկամուտների վրա։ Սա ուղղակի ձեզ իրիտություն։ Որովհետև ծախսերի հետ կապված, եթե դուք չասեք ինչ ծախսը ընդունելի չի ձեզ համար, դա հիմքան ընդունելու, որ հայցվորի կողմից ներկայացված բոլոր ծախսերը ըստ էության ճիշտ հաշվարկված ծախսեր են։ Խոսքը վերաբերում է բանկային գործարքներով կատարված ծախսերին եւ մնացած ծախսերին, որը հայցվորը հաշվարկվել է։ Նաեւ մեթոդի հետ կապված ընդունելի է մեթոդը թե ոչ, եթե ոչ, ինչպես եք դա պատկերացում եւ նաեւ ձեր կողմից եւս այդ դրա հիման վրա ներկայացված հաշվարկը։ Նա հարց։ Ասեք, պարոն։ Ձեզ չէ, իրենց։ Ասեք։ Հաշվարկը մեթոդով է իրականացվել ամսվա օրը։ Արմեն դատան մի հատ պարզաբանման բան, էլի ճիշտ եմ ձեր ասած դիրքորոշման հետ կապված, հիմա օրինակ, եթե ծախսը ասում եք չենք ընդունում, դա չեք ընդունելու։ Եթե չեք ասում, որ օրինակ համար այսքան պետք է հաշվարկվել, ոչ թե այսքան, բնականաբար ոչ։ Բայց ամեն դեպքում ենք վիճելի ենք դարձնում։ Վիճելի եք դարձնում, բայց ձեր վրա մնալու բեռը, պարոն Հարությունյան, ասածս դա է, որ եթե դուք իրենք արդեն ցույց են տալիս հաշվարկը ու ասում են, որ այսինչ ֆայլերում է, եթե դուք դատարանին մատնանշեք, որ տեսեք իրենց մատնանշած այս ինչ ֆայլում իրականում տված այս թիվը ոչ թե այն թիվը, որոնք իրենք ներառել են հաշվարկում, դա արդեն ուրիշ հարց է։ Հետաքրքիր մոտեցում է։ Դրա համար ես այս փուլից եմ ասում, հաշվառն որ դուք նաև նշեցիք, որ ձեր ֆինանսիստն է աշխատում, ձեր ֆինանսիստին փոխանցեք, որ շատ մանրամասն այդ ամեն ինչը ինքը եւս ֆիլտրը եւ ձեզ նաեւ տրամադրի։ Ու նաեւ տրամադրի այդ հաշվարկը հետագայում նաեւ դատարանի։ Շարունակենք հարցերը։ Լավ, նորարարություն է արգել դատան, բայց մտածում եմ, այս պրակտիկ կարա օգուտ տա։ Արգել դատան այդ դեպքում եկեք ես միջնորդ եմ դատական լիստը այսօրվա հետաձգել, որտեղ կարծում եմ մանավանդ ձեր նոր մոտեցման արդյունքում այս լիստի արդյունավետությունը շատ ցածր կլինի մեր համար առնվազն, բայց նաև պետք է միջնորդեն մի փոքր երկար ժամանակով հետաձգել, մենք բավականին շատ ապացույցներ ունենք, որ ձեռք ենք բերել, կփորձենք որոշակի ամփոփումով մի շարքը, որ պատրաստ կլինի ներկայացնել, որոշակի նաև հաշվարկներ ֆինանսիստների, որ ձեր սահմանած չափանիշների բավարար։ Շատ լավ, եւ նաեւ հայցվորին հաշվի առնելով, որ օրական մեթոդ է կիրառվել, ամեն դեպքում հայցվորի պատասխանողը կարող է նաեւ դրա շուրջ, այսպես ասած, համաձայնության կգալ, ի վերջո երկուսի համար, որ մեթոդն է անցնելի, եւ երկուսն են արդեն իրենց հաշվարկները ներկայացնել այդ տրամաբանությամբ մինչեւ ուրեմն համապատասխան փուլը։ Շատ լավ, այսինքն հիմա դուք կենտրոնանում եք զուտ հաշվարկի մեթոդաբանության վրա, արդյոք մեթոդը առանց անդրադառնալու ելակետային տվյալներին, այս սկզբունքները, հերթականությունը, որը որ դրվել է, արդյոք ընդունելի է թե ոչ, եթե ոչ ինչու ընդունելի չի, հետագայում հայցվորը կտեսնենք հայցվորի համար ինչն է ընդունելի, ինչը ոչ, եթե վեճ մնաց, եթե ընդունելի տարբերակ գտանք, ուրեմն կշարունակենք այդ ընդունելի տարբերակով եւ եղանակով, որպեսզի նաեւ դատական ակտն կողմերի համար կանխատեսելի լինի։ Շատ լավ, իսկ միջնորդության քննարկման համար դուք ավելի շուտ ժամկետում ցանկանում եք, որպեսզի նիստ կայանա եւ այդ հարցը միայն քննարկենք։ Հարգելի դատան, այո, բայց ես կցանկանայի հնարավորություն ընձեռել թարգմանիչների հետ մեկ րոպե մեկ բառ փոխանակել, հասկանալու ինչ ժամկետում պատրաստ լինի, որպեսզի կարողանանք միանգամից դատարանի տրամադրել։ Հնարավորություն դեպքում դատարանի երկու գործողություններից մինչև հնարավորություն ընձեռել խոսել աբսոլյուցիա։ Խոսեք, պարոն Վարդիկյան։
Ըստ էության այնպես է, որ հոկտեմբեր ամսին հնարավորություն չկա նոյեմբեր ենք կայացնելու նիստը, որում նոյեմբերի Մերած նիշնորություն չէ։ միայն նիշնորության քննարկումը, ամենաշուտը, որ կարող ենք կազմակերպել, դա նոյեմբերի ես չէ, կարող եմ հոկտեմբերի 30-ին ժամը 4:30 ամենաշուտը։ Եթե հոկտեմբերի 30-ին հարմար չհասցնեք, ուրեմն կմնա երևի թե դեկտեմբեր։ Դեկտեմբեր։ Հոկտեմբերի 30-ին հարմար է, բացի ժամը 10-ից։ Եթե անում 4:30 չէ, ներողություն, ժամը քանիսից։ 10-ին է միայն նիստերները, բայց կարճ է տվել։ 2 ժամից ավել չեմ կարծում։ 10:30 հոկտեմբերի 30-ին Հոկտեմբերի 30-ին հասցեք թարգմանիչ հետ, եթե կհասցնեք։ Այո։ Հիմա զապիսը միացված է։ Այո, պարոն Հարությունյան։ Եթե հնարավոր համարեք ավելի շուտ է հարկի դատանալ, ես չեմ կարծում, որ այդքան երկար տևի, գուցե 11 եթե հարմար լինի ձեզ եւ կողմ չէ, հարմար չէ։ Ինձ հարմար չի, չէ ներողություն 10:20 Չէ, ներողություն ես պարոն Վարդիկյանին սխալ ասացի հոկտեմբերի 30-ին, ժամը 10:20 չէ։ Մեկի։ Իսկ հիմնական դատական նիստը մի հատ կնայեք ձեր օրացույցերում դեկտեմբերի 5 ժամը 10։ Դեկտեմբերի 5։ Այո։ Այո։ Ինձը։ Ինձնպես։ Մի հատ դուրս գամ իրանը ժանցի։ Կարելի է ամեն դեպքում պարոն Հարությունյան, ես ուղղակի իմ ուզում եմ հասկանալ։ Ինձ է կարծես թե այո, հարկի դատան։ 10-ին, այո։ Հոկտեմբերի 30-ին ավելի շուտ կարող ենք անել։ Նույնիսկ եթե ձեզ հարմար լինի, հոկտեմբերի 27 կարող ենք անել, եթե իհարկե ձեր ապացույցը արդեն լինի։ Հոկտեմբերի 27։ Օրվա երկրորդ կեսից սկսած ցանկացած ժամի։ Ա Իսկ հոկտեմբերի 27-ին կհասցներ։
Ճիշտ ասած հոկտեմբերի 30-ին հստակաբար ասացին պետք է ասցին փորձենք ամեն ինչ անենք, ենթադրենք։ Չէ, որպես մարդիկ ասում։ Լավ, ուրեմն հոկտեմբերի 30 եկեք ժամը այդ դեպքում Նամիմասես 12:30 հարմար էր, չէ՞ բոլորին։ Ինձ հարմար է։ Բոլորին հարմար էր։ Ուրեմն մենք հայցի ձևափոխման միջնորդության քննարկման համար հաջորդ նիստը հոկտեմբերի 30 ժամը 12:30 քննարկենք միայն այդ միջնորդությունը։ Իսկ մեր կոմ գործի քննությունը պարոն Մարտիկյան առանց ձեզ արդեն համաձայնեցել ենք, դուք էլ պետք է համաձայնությունը ձեր տակ դեկտեմբերի 5 ժամը 10:00։ Ես դեկտեմբերի 9-ին վերադառնում Հայաստան, ես այդ շաբաթ չեմ ելել, հնարավոր է նշանակել դեկտեմբերի 9-ից հետո դատական նիստը։ Ձեր ներկայացությունը շատ կարևոր է, պարտադիր։ Ստիմուլա։ Եթե դատանը գտնում է, որ կարևոր չէ, դեպքում այո, կարող է։ Դուք պետք է ասեք, ձեր քանի որ ներկայացված են մի քանի ներկայացուցիչները, դրա համար եմ հարցնում։ Մյուս ներկայացուցիչները պետք է ասեն։ Դեկտեմբերի 12-ին։ Շատ հարմար։ 10-ին։ Առավոտյան 10-ին։ Այո։ 10-ին հարգել դատարան 12 չէ, ասացի։ Նորից Դեկտեմբերի 12-ին ժամը 10:00։ Ընկել է, այս 10-ին 12-ին նայել։ Դատական նիստը հայտարարում եմ փակված։ Շնորհակալություն շատ։